Այս քանից հետո խոսում է ժողովրդի անունից։ Կարող եք ասել, այդ ժողովուրդը երբ է պահանջել, որ Սամվել Կարապետյանը բանտարկվի։ Երբ է պահանջել ժողովուրդը, որ կաթողիկոսը հեռանա, որ ընդդիմադիրներին կալանավորեք։ Ժողովուրդը պահանջում է հեծը խլեք, թե հոսանքը էժանացնեք։ 2018 թվականին Փաշինյանը խոսք է տվել, որ հոսանքը 20%-ով կեժանանա, 8 տարի իշխանության ինչ է արել։ Հիմա Սամվել Կարապետյանն ու հեծն են դիմել, որ հոսանքը էժանանա։ Չի էժանացնում կառավարությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ՔՊԱ-ական կամ նախկին ՔՊԱ-ական նախագահն ասում է, մենք չենք կարող տարվա կեսից նվազեցնել սակագինը, ելնելով ինչ որ մեկի քմահաճույքներից։ Կամ ասում է, այս հատկապես խնդալու է, եթե 6 ամիսը 1 բարձրացնենք, իջեցնենք, ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակի մեջ կընկնի։ Սիրելի ժողովուրդ, որ այս ձմռանը հոսանքի վարձը դժվարությամբ է վճարելու։ Տաշիր ընկերությունն առաջարկել է հոսանքը էժանացնել, իշխանությունը դեմ է։ Ասում է, եթե հոսանքը էժանացնենք, կընկնի ժողովուրդը դեպրեսիայի մեջ։ Այսինքն, որպեսզի ձեզ լավ զգաք, ոչ թե պետք է էժանացնել ըստ ՔՊ-ի, այլ պետք է թանկացնել։ Չի բացառվում, որ որպես նախընտրական տրյուկ Սամվել Կարապետյանի տնտեսած միջոցների հաշվին տարվա սկզբում Նիկոլը մի քիչ էժանացնի հոսանքը։ ՔՊ-ի համար ժողովուրդը ուղակի փորձադաշտ է։ Իսկ ինչի մենակ հոսանքը, այն որ մեր երկրում ահռելի ու չկարգավորվող գնաճ է, այն որ Նիկոլը չի կատարում իր ոչ մի խոստում, պատճառն այն է, որ ըստ ՔՊ-ի դրական փոփոխությունները ձեզ կգցեն հոգեբանական ծանր վիճակի մեջ։